Ողջույն հարգելի երևանցիներ, ուրեմն 2024 թվականի Երևանի բյուջեով Երևանի մայթերի վերանորոգման կամ հիմնանորոգման համար հատկացվել է 947 միլիոն դրամ։ Այդ մայթերի ցուցակում կամ այդ ցանկի մեջ կա նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Ես հիմա Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա եմ, ասա ցույց տամ ձեզ, սա Գրիգոր Լուսավորիչ 12 հասցենա, ու ցույց կտամ այս շենքի դիմացի մայթի վիճակը։ Տեսեք, որ այս մայթը վերանորոգված չի։ Բացի այն, որ վերանորոգված չի, այս մայթը մի մասը սալիկապատ է, մի մասը ասֆալտապատ է, այն ինչ պետք է լինի կամ ասֆալտապատ կամ սալիկապատ։ Սալիկապատ հատվածում նույնիսկ ընկնելու հավանականություն կա, քանի որ հեսա ցույց կտամ, հիմա տեսեք։ Ահա, տեսեք, այս է սալիկապատ հատվածն է, տեսեք ինչ ա եղել սալիկները, ուրա, չկա։ Ահա, տեսեք, այս մայթը չի վերանորոգվել։ Հետո նորից ասֆալտապատ, այս մայթը վերջի անգամ ասված գիտի երբ վերանորոգվել։ Եվ այս տարվա հատկացված, բյուջեով հատկացված գումարը 947 միլիոն դրամը, որը նաև պետք է վերանորոգվել այս մայթը։ Ես հիմա դիմացի մայթն է կնկարեմ, ու կտեսնեք, որ չի վերանորոգվել։ Ասված գիտի այդ գումարները ինչ են արել։ Մեկ էլ իրանք գիտեն։ Ահա, սա է Գրիգոր Լուսավորիչ փողոցի մյուս մայթն է։ Տեսեք, որ այստեղ ընդհանրապես վերանորոգում արված չի։ Հիմա տարի վերջանում է, այսօր արդեն հոկտեմբերի 16-ն ենք։ Էլ երբ եք վերանորոգելու։ Սա երբ է բարեկարգվելու։ Պարոնայք իշխանավորներ։ Այս Երևանի բյուջեն, որ գրել եք, սա ով պիտի կատարի։ Իսկ վերահսկողներ կան ընդհանրապես, որ կան տեսնեն, որ ոչինչ չի արվում երևանցու կոչարած հարկերից, թուրքերից, գրում են, նկարում են ու ոչինչ չեն անում։ Այդ գումարը ինչ են անում, գրպանում են։ Գումարը նպատակային չի ծախսվել ու հարցով ինձ թվում է պետք է պատկան մարմինները զբաղվեն։